Խոսքը, որ ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, մոտավորապես մի 20-25 օր առաջ եմ ես քարոզը գրել Աստծո առաջնորդությամբ եւ իր մեջ շատ մեծ խորություն կա եւ հատուկ ազդեցություն կա եւ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին կցնցի մեր սրտերը այս պատգամի միջոցով եւ հետեւյալ կերպ եմ վերնագրել. մեր ընտրությունը որոշում է մեր ապագան։ Վարչապետի ընտրությունը չէ, ազգային ժողովի ընտրությունը չէ, դրա մասին չի խոսքը սիրելիներ։ Թե մենք ինչպիսի աստվածապաշտություն ենք ընտրում, թե մենք աստվածապաշտության մեջ ինչ երանգներ կամ ինչ հիմքեր ենք ընտրում, այդ ընտրությունը որոշելու է մեր ապագան։ Մենք կլինենք գլուխ, թե կլինենք պոչ, դա մեր ընտրությունից է, իմ ու քո ընտրությունից է։ Եվ քարոզի միտքը հիմնականում սա է, որ մեր ընտրության պատասխանատուն ենք եւ հետևանքի կրողը։ Մենք ամեն մեկս մեր ընտրությունների պատասխանատուն ենք եւ դրա հետևանքի կրողը։ Եթե դու ընտրում ես առանց աղոթքի աստվածապաշտություն, ասեմ քեզ, հետևանքը լինելու է 0 Աստծո ներկայություն, դու հայտնվելու ես պոչում, դու աղոթելու ես, բայց Աստված չի լսելու, որովհետև դու աղոթքի կյանք չունես։ Եթե իմ ու քո աստվածապաշտությունը հենված է ձկների եւ հացերի վրա, դա լավ աստվածապաշտություն չի։ Անցյալ անգամ, եւ որ մենք հյուրեր ունենք, ես շատ հստակ զգում եմ, եկեղեցու ընթացքը Աստված կտրուկ փոխում է, եւ սրանք միջև հիմա բարգավաճել են 10-անորդ տվողները, զոհաբերություն անողները, էլ սրանից հետո առաջի տեղում դա չի լինելու։ Առաջի տեղում լինելու են այն մարդիկ բարգավաճման առումով, ովքեր որ իրանց ամբողջ ուշադրությունը սևեռելու են Հիսուսի վրա, թե ով է Հիսուսը իրանց համար։ Հասկանում եք, չէ՞։ Այդ մարդիկ հատուկ են բարգավաճելու։ Կար ժամանակ, որ մենք իրոք զոհ ենք տվել, 10-անորդ ենք տվել եւ Աստված իր խոսքի համեմատ օրհնել է, բայց հիմա այդ սեզոնը փակեց։ Ես տեսնում եմ, որ եկեղեցին շատ կտրուկ շրջադարձանում, այսինքն գնում էին մենք ու հանկարծակի այն ձևի ուժեղ պավարոտ մեր առաջ կանգնեց, որ այսինքն համարյա թե ոչ թե հետ էին գնում շրջադարձը, ճանապարհի ուղղությունը Աստված փոխում էր, ու ես տեսա, որ այդ շրջադարձի ընթացքում որոշ մարդիկ եկեղեցու մեքենայից ընկան։ Եվ ընկան, որովհետև իրանց շարժառիթը աստվածապաշտության սխալ է։ Իրանք հենված են ձուկ եւ հաց բազմացնող Աստծո վրա, բայց ոչ հավիտենական կյանքու փառք տվող Աստծո վրա, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Եվ այսպիսի ընտրության մասին եմ ես ասում, մեր ընտրության պատասխանատուն ենք եւ հետևանքի կրողը։ Եւ ասեմ ձեզ, եթե հոգեվոր հարցերի, հոգեվոր եկեղեցի գնալը, Աստծո խոսքը ուսումնասիրելը, կանեմ, գոմը գնամ հետո կանեմ, գործից գնամ հետո կանեմ։ Եթե հետոյի վրա է, մենք այդ շրջադարձին չենք դիմանալու, մենք ընկնելու ենք։ Շատերը հիասթափվելու են, բայց Աստված չի ուզում, որ մենք հիասթափվենք, Աստված ուզում է, որ մենք ընդհակառակը հիասթափվածներին ուշքի բերենք, սիրելիներ։ Դրա համար մեր ընտրությունը որոշում է մեր ապագան։ Այսօր եթե մենք ճիշտ բաների ճիշտ երկնային ընտրություններ ենք կատարում, որպեսզի իրականում այն Աստվածը, որը մեր կյանքի Տերն է, նաև մեր ժամանակի Տերն է, եւ եթե մենք նրան արժանի ժամանակն ենք տալի, ուրեմն մենք կունենանք հզոր ապագա, մենք կունենանք ազդեցիկ ապագա, մենք կդառնանք ազդեցիկ մարդիկ, սիրելիներ։ Եվ առաջին անձնավորությունը, որը ցավոք սրտի շատ վատ ընտրություն արեց եւ հետո էլ հնարավորություն ուներ իր ընտրությունից հետ դառնալու, բայց ոչ առաջի շանսը օգտագործեց, ոչ էլ երկրորդ շանսը օգտագործեց եւ մի օր հայտնվեց այն ոսկե ձկնիկի պարավի նման ծակ տաշտակի մոտ եւ այդ անձնավորության անունը Ղովտ է։ Ղովտի ընտրությունը կործանեց ոչ միայն իր ապագան, իր ժառանգությունը, Ղովտի ընտրությունը կործանեց նաև իր ընտանիքի ապագան եւ հոգեվոր ժառանգությունը։ Ինչ ընտրեց Ղովտը։ Ղովտի մասին մենք գիտենք, Աբրահամի հետ ամեն օր ապրող, ճաշ ուտող, կոֆե խմող անձնավորություն էր։ Աբրահամ նահապետի հետ, որը կոչվեց հավատքի հայր,
ազգերի հայր, անձամբ Աստված իրան ասավ, որ դու ազգերի հայր ես։ Իր անունը փոխեց, բարձր հայրը դարձրեց ազգերի հայր։ Եվ ասավ, դու շատ ազգերի հայր ես լինելու, եւ այսօր իրականությունն է։ Աշխարհում ամենաշատ անունը գիտեք որ անունն է, Աբրահամը։ Աբրահամ անունը աշխարհում ամենաշատ դրվող անունն է տղամարդկանց մեջ։ Աստված ասավ, որ դու ազդեցիկ պիտի լինես։ Եվ այս ղովտը, որ Աբրահամի եղբոր որդին էր, որի իր ծնողները շուտ մահացան, եւ Աբրահամը վերցրեց իր եղբոր որդուն ու իր որդուն նման պահեց մեծացրեց, որտեղ ինքը գիտեք, որ 25 տարի որդի չուներ։ Եվ ինչքան հարազատ էր, ինչքան լավ խրատներ կլիներ տված ղովտին Աբրահամը։ Եվ մի պահ եկավ, որ սրանց ունեցվածքը այնքան շատ շատացավ, որ սրանց հովիվները, ոչխարի չոբանները սկսեցին իրար հետ կռվել։ Աբրահամը իմացավ, ղովտին կանչեց, ասավ, մենք եղբայրներ ենք, սազական չի, որ մեր մեջ կռիվը լինի։ Եվ ահռելի երկիր է, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ, եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ։ Եվ գրված է, սա ծննդոց գրքում է գրված սիրելիներ, գրված ասում է ղովտը իր հայացքը բարձրացրեց եւ տեսավ, որ Սոդոմ Գոմոր քաղաքների մոտ ընտիր արոտավայրեր կա։ Եվ ընտրեց Սոդոմի մոտ բնակվելը եւ իր վրանը բացեց Սոդոմ քաղաքի մոտ։ Այդ ժամանակ դեռ Սոդոմ Գոմորացիների անօրենությունը այնքան չէր աճել, որ Աստծո պատիժը իջնի իրանց վրա, բայց արդեն այդ երկու քաղաքները մեծ եւ փոքր քաղաքների վրա ազդեցություն գործող քաղաքները արդեն խրվել էին մեծ մեղքերի մեջ։ Այդ քաղաքների մեջ անհոգությունը, անտարբերությունը եւ պղծությունը, մանավանդ համասեռամոլությունը ահավոր ուժեղ է այդ քաղաքի մեջ սիրելիներ։ Եվ ղովտ ընտրեց այս քաղաքի մոտ վրանը բացեց, հիմա ինչ ենք մտածում մենք, ղովտը ինքն իրան ինչպես էր արդարացնում Սոդոմ քաղաքի տարածքը ընտրելուց։ Դե լավ է, դե Աբրահամն ասավ աջ գնա, ես էլ ձախ գնամ, ես էլ աջ գնամ, ես էլ տեսա, որ այստեղ լավ է, ու գրված էլ չի, որ ինքը աղոթեց, Աստծուն հարցրեց, ոչ մի բան գրված չի, ու հաստատ ինքը դա չի էլ արել, որովհետև եթե Աստծուն հարցներ, Աստված կասեր Սոդոմից հեռու տղա ջան, Գոմորից հեռու, ընտրի ամենտեղ բայթլոտ Սոդոմ Գոմորի տարածքը։ Եվ այս մարդը Աստծուն իմ կարծիքով չհարցրեց է եւ հայտնվեց այդտեղ եւ ինքն իրան արդարացնում էր, դե արոտները լավն է, ես էլ կամած միգուցե քարոզեմ այս ժողովրդին եւ դարձի կան ապաշխարեն այն որոշ ուժեղ քարոզիչների նման, որ առանց Աստծուն հարցնելու մտնում են կազինո, որպեսզի կազինոում քարոզեն, մեկ էլ տենում են, որ արդեն ավտոմատի մոտ բան են, փող են գցում, որ տենան շահում են, թե չէ։ Հասկանում եք։ Եվ ղովտը ինքն իրան այդպես արդարացնում էր, դե լավ է, հաստատ մի օր այս սոդոմացիներին կքարոզեն, մի որոշ ժամանակ հետո ինչ ենք տեսնում, ղովտը դարձավ Սոդոմի բնակիչ, վրանը ծախեց։ Իսկ ինչ էր խորհրդանշում 5 կտակարանում վրանը։ Վրանը խորհրդանշում էր հավատքով այս երկրի վրա պանդուխտ լինելը։ Աբրահամը, որ ինքը հնարավորություն ուներ մի քանի քաղաք սարքելու, գոնե մի հատ գեղջ սարքեց, ինչ մնաց, որ քաղաք չսարքեց։ Որովհետև շատ հարուստ էր։ Աբրահամի հարստության մասին այդ ժամանակ տեղյակ էին փղշտացիները եւ կողքի մնացած բոլոր ազգերը եւ նախանձում էին Աբրահամին։ Աբրահամը ազդեցիկ մարդ էր, նա կարար քաղաք սարքի, բայց նա չսարքեց։ Սկզբից մինչև վերջ Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը ապրեցին վրաններում, իսկ վրաններում ապրելը հեշտ չի։ Վրանը դա հոգևոր պանդխտության եւ հավատքով ապրելու խորհուրդն է սիրելիներ։ Դրա համար եմ ասում, ժամանակ լավ կլինի, որ հիշենք, որ ես այս երկրի վրա ժամանակավոր եմ։ Ես պանդուխտ եմ այս երկրի վրա։ Եվ որ Հակոբը կանգնեց Փարավոնի առաջ եւ Փարավոնին օրհնեց, Փարավոնը հարցրեց, ասավ, քո տարիքը ինչքան է, ասավ, իմ պանդխտության տարիներս 130-ն են եւ ցավով եղան իմ տարիներս։ Այսինքն նա որ ասավ պանդխտության տարիները Հակոբը հենց այնպես բառ չարտասանեց ոմանց նման,
մենք պանդուխտ ենք, չէ՞, ինչքան աշուղներ, երգեր ունեն, ու հավեսով մարդիկ կլկլացնելով երգում են ռեստորաններում կամ բեմերի վրա։ Եվ որ Հակոբը ասավ իմ պանդխտությանս տարիները 130 էր, նա դա հավատքով ասավ, նա գիտեր, որ պանդուխտ է։ Եվ որ ինքը պիտի մեռներ, անգամ իր զավակ Հովսեփին ասավ, իմ ոսկորներս Եգիպտոսում չթողաս, դուրս գալուց կհանեք իմ ոսկորներս, Քանանի երկրում կտանեք, Աստծո երկրում կտանեք ինձ կթաղեք։ Այս բոլոր խոսքերը հավատքի խոսքեր են, սիրելիներ։ Հետև Հակոբը հավատում էր մեռելների հարությանը եւ ինքն ուզում էր իր ժողովրդի Աստծո տված երկրի եւ իր ժողովրդի նահապետների հետ հարություն առնի, որ հարություն առնի, տեսնի, որ իր կողքին իր ժողովուրդն է, ոչ թե եգիպտացիները։ Շատ եգիպտացիները դժվար է հարություն առնեին։ Ուրեմն Ղովտը ինքն իրան արդարացնում է, բայց մի օր վրանը ծախեց դարձավ Սոդոմի բնակիչ։ Մի որոշ ժամանակ հետո մենք ինչ ենք տեսնում։ Մի 5 թագավորներ եկան այս Սոդոմ Գոմորի քաղաքները ավերեցին, ժողովրդի ունեցվածքը բռնագրավեցին, ժողովրդին գերի արին ու գնացին։ Աբրահամին լուրը հասավ, որ քո եղբոր որդու Ղովտին էլ է տարել։ Աբրահամը իր զորքը հավաքեց, 318 կրթված ծառաներ ուներ եւ դաշնակիցներ ուներ, հավաքեց եւ մի գիշերվա մեջ հարձակվեց այս գերեվարողների վրա, 5 թագավորների վրա, բոլորին ոչնչացրեց, հաղթեց, դրանց ավարը հավաքեց, Սոդոմ Գոմորի թագավորների հետ միասին բերեց, ետ դարձրեց։ Եվ տեսեք, սա նշան է, սա սիգնալ է նորից Ղովտին, որ տղա ջան, թող այս քաղաքը դուրս արի։ Այս քաղաքը վտանգված է, բայց ցավոք սրտի նորից տեսնում ենք Ղովտը հանգիստ Սոդոմում ապրում է։ Հա դե ինչ կա, մի անգամ էլ կգան, կկրվեն, մեզ կտանեն, իմ բիծա, իմ հորեղբայր Աբրահամը կգա ինձ կազատի։ 1-2 կարա քո հովիվը քեզ ազատի, քեզ խորհուրդ տա, քեզ առաջնորդի, բայց եթե դու շարունակես սխալ ընտրություններ անել, դու կկործանես քո եւ քո ընտանիքի հավաքան։ Եվ որ դու զգում ես, որ բաներ կա քո կյանքում են չի, Ղովտի նման քեզ մի արդարացնի, դա վտանգավոր է։ Տեսեք, ինչ թակարդի մեջ ընկավ Ղովտը, ինքնախաբեության թակարդի մեջ ընկավ, իրատեսությունից ընկավ, դարձավ անիրատես մարդ։ Նա ինքն իրան այնքան խաբեց, որ մի օր Սոդոմում արդեն իր աղջիկներն էին պղծված եւ իր կինն էր կորցրել երկնային հավատքով ապրելը։ Մենք տեսնում ենք, եւ որ Սոդոմից դուրս են բերում հրեշտակները, բարձր ձայն հնչեց, ետ չնայեք եւ բոլոր ճանապարհի մեջ չկանգնեք, լերը փախեք։ Եվ ինչ ագրված, կինը Ղովտի ետ նայեց եւ դարձավ աղի արձակսիրել։ Մենք չգիտենք, թե որ պահին մեր ետ նայելը կդառնա մեզ համար վտանգավոր։ Ետ նայելը փոշմանել է, փոշմանել ես, որ խաչի մարդ ես դառել, սա վտանգավոր է։ Փոշմանել ես, որ տիրոջ ծառ ունես, սա վտանգավոր է։ Փոշմանել ես, որ սա վտանգավոր է։ Սա ուրացման հավասար մեղքեր են եւ Աստծո զավակները ցավոք սրտի ընկնում են այս ինքնախաբեության եւ անիրատեսության մեջ։ Ես հիշում եմ տարիներ առաջ ուղղակի ինձ համար սովորական աղոթում էի, մեկ էլ Աստված տեսիլքով ցույց տվեց մի հատ հոգեվոր առաջնորդի։ Ես ճանաչում էի այդ առաջնորդին, ինքը ժամանակին շատ ուժեղ տեսիքներ տեսնող եւ ազդեցիկ մարդ էր եւ իր խոսքի մեջ կշիռ կար, եւ որ ինքը խոսում էր, մարդիկ լսում են։ Հանկարծ տեսիքով ու դա ինձ համար անսպասելի էր, ես չէի սպասի, որ նախ Աստված ինձ ցույց կտա այդ հովիվի վիճակը, եւ երկրորդ այնքան վատն էր այդ տեսիքը, որ ես սարսափեցի։ Ինչ է ես տեսնում։ Այդ հովիվը զինվորական համազգեստները հագին խրամատում կռվում էր սատանայի զորքերի դեմ, բայց իր այս սաղավարտը ընկել էր աչքերը եւ ինքը չէր բարձրացնում եւ անընդհատ ինքը մի խրամատից փոխանակ առաջ գնա պատերազմելով առաջ գնա, ինքը մի խրամատից նահանջում էր հաջորդ երկրորդ գիծը, երկրորդ գծից նահանջեց երրորդ գիծը, երրորդ գծից նահանջեց չորրորդ գիծը։ Եվ այդ իր սաղավարտը ես զարմանում եմ, ասում եմ, ինչի՞ չի սաղավարտը բարձրացնում, տենում, որ ինքը նահանջում է, իրան է ձեռնտու է, ինքն իրան խաբում էր, որ ամեն ինչ լավ է։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Ես ասի այդ հանդիպեցի այդ ակնավորությունը, ասեցի իրան այդ տեսիքը, բայց ցավոք սրտի ինքը չընդունեց։ Բայց մի 3 եւ 5 տարվա ընթացքում իր եկեղեցու կեսից ավելի ցրվեցին իր մոտից, որովհետև ինքը կորցրեց տեսիքը։ Ինքնախաբեությունը վտանգավոր բան է։ Ավելի լավ է սիրելիներ, մենք
իրատես լինենք, մենք մեր դեֆեկտները, մեր սխալ ընտրությունները տեսնենք եւ դրա համար ապաշխարենք, ներողություն խնդրենք, պայքարենք, չհամակերպենք, քան թե մենք մեզ խաբենք, հա դե լավ է, ինքնախաբեությունը եւ անիրատեսությունը ու երրորդ վտանգը, դե համեմատած ես ես ինչ եղբոր կամ քրոջ հետ իմ վիճակը շատ լավ է, նրանց տան ամեն օր կռիվ է, մեր տանը կռիվ չկա։ Այս համեմատականները վտանգավոր համեմատականներ են, ես ու դու կարող ենք համեմատվել միայն Տիրոջ սրբության հետ։ Եթե դա է մեր համեմատվելու կշռակարը, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց եթե դու ուրիշ մեկի հետ ես համեմատվում, դու արդեն ինքնախաբեության թակարդի մեջ ես։ Ուրեմն Ղովտը իր ընտրության պատճառով կործանեց ոչ միայն իր հոգևոր ժառանգությունը, այլ իր ընտանիքի հոգևոր ժառանգությունը։ Տեսեք սիրելիներ, ընտրության հնարավոր տեսակներ կա, որ պահն է պետք ճիշտ օգտագործել, բայց որոշողը պահը չի, այլ սրտում եղածը։ Հիմա ասեք ինչի նկատի ունեմ։ Այդ պահը գալիս է, օրինակ Կայենի պահը եկավ։ Կայենը եւ Աբելը երկուսն է զոհ մատուցեցին։ Ով գիտի, ով հիշում է պատմությունը։ Այսքան քիչ։ Մի անարեք, ձեր բարձրացեք ջո։ Եթե մտքերով ձեր տանն եք, հետ եք։ Եթե ձեր գործերի մեջ եք, հետ եք։ Հիշում եք այս պատմությունը։ Երկուսն էլ զոհ մատուցեցին։ Երկուսն էլ իրանց կարծիքով ճիշտ զոհեր են, բայց մեկի զոհը ընդունեց Աստված, մեկինը չընդունեց։ Ես հավատում եմ, որ կրակ իջավ Աբելի զոհի վրա եւ այդ նույն կրակը չիջավ Կայենի զոհի վրա եւ Կայենը ջղայնացավ, ասում եմ, բարկացավ եւ հետո սպանեց իր եղբորը, բայց միջև սպանելը Աստված զգուշացրեց Կայենին, ասավ ինչու բարկացար եւ երեսդ կախեցի, մեղքը դռան մոտ կանգնած է, սրտի դուռն ի նկատի ուներ, տան դուռը կամ եկեղեցու դուռը նկատի չուներ, մեղքը դռան մոտ է, բայց դու իշխիր նրա վրա, բայց եթե չիշխես, վատ կլինի քո համար։ Աստված խոսք ասավ Կայենին եւ այս պահը որոշի չէր նրա սրտի պարունակության առումով։ Ցավոք սրտի Կայենը ընդունեց ոչ թե Աստծո կենթանի խոսքը, ընդունեց իր էմոցիաների մեջ բորբոքված այդ սատանայական նախանձը եւ սպանեց իր եղբորը Աբելին։ Ոչ թե այո մենք կանգնում ենք պահերի առաջ, ընտրության պահերի առաջ, բայց որոշումը պահը չի, որոշումը մեր սրտի պարունակությունն է։ Եթե մենք միջև այդ պահը ճիշտ որոշումներ ենք արել եւ Աստծո հետ հաղորդակցվել ենք, մենք այդ պահը ճիշտ կօգտագործենք, բայց եթե Աստծո սահմանները խախտել ենք, մենք Կայենի օրը կգնենք սիրելիներ։ Հիմա նայեք, Մատթեոս 27 գլխում ես այնքան երկար եմ նայել ու շարունակում եմ ուսումնասիրել երկու խաչված ավազակների պատմությունը։ Երկու ավետարաններում գրված է։ Մի ավետարանն ասում է երկու այս հենց Մատթեոս 27:44-ում է գրված։ Ասում է երկու ավազակներն էլ հայհոյում էին Հիսուսին։ Բա թե մեզ ազատ իտե որ դու նայես, որ քո մասին ասում են։ Հետո մի քիչ հետո, մի նախադասություն հետո ասում է, բայց ավազակներից մեկը աղաղակեց, ասավ Տեր, հիշի ինձ, եւ որ կգաս քո թագավորությունով։ Հիմա նայեք, երկուսն էլ մարդասպան էին, Հիսուսի աջ եւ ձախ կողմերում էին, երկուսն էլ ունեին շանս Հիսուսին խաչի վրա ընդունելու, բայց պահը օգտագործեց միայն մի ավազակը, ինչի? Հարց։ Ինչի է մի ավազակը շարունակեց հայհոյել, այս մի ավազակը հայհոյեց ու կանգ առավ, որովհետև տեսավ, որ Հիսուսը խաչի վրա նույն տանջանքը կրում է եւ մի հատ անեծք ու հայհոյություն չի տալու, որովհետև տեսավ, որ հերո կանգնած մարդիկ կային, որոնք լացում էին, ավազակների համար մարդ չկար, Հիսուսի համար կային մարդիկ, որոնք լացում էին, որովհետև տեսավ եւ որ սպունգ այդ ցավազրկող իրան մոտեցին, ինքը չխմեց, ինքը այդ սպունգի այդ ցավազրկող քացախը չխմեց, ավազակները խմում էին, որ իրան ցավերը մեղմեն, եւ նրանք ավելի էին կատաղում, եւ այս ավազակներից մեկը պահը օգտագործեց եւ հասկացավ, որ ինքը խաչված է ամենակարողի Աստծո որդու կողքին, եւ ասավ Տեր հիշիր ինձ եւ որ կգաս, այդ պահին հավատաց, նա ոչ աստվածաշնչյան դպրոց գնալու հնարավորություն ուներ, ոչ եկեղեցի գնալու հնարավորություն ուներ, ոչ ծոմ պահելու հնարավորություն ուներ, դա իր վերջի շանսն էր, վերջի վայրկյաններն էր խաչի վրա, եւ այդ մարդը այդ պահը օգտագործեց, եւ նույն իր ընկեր ավազակը ցավոք սրտի չօգտագործեց։ Այսօր
աջ կողմի ավազակը դրախտում է, իսկ այդ ձախ կողքինը դժողքում է սիրելիներ, հասկանում եք, բայց ինքն էլ ուներ այդ շանսը։ Ուրեմն պահը չի, որ որոշիչ է, այլ սրտում եղողն է, որ որոշիչ է։ Դու նայում ես Հիսուսին որպես Հիսուս, թե ուղղակի մեղավոր կամ խաչված մեկը, անիծված մեկը, ով է քո համար Հիսուսը։ Այդ ավազակը հասկացավ, որ Հիսուսը Աստծո որդին է եւ ասավ՝ Տեր, հիշիր ինձ։ Եսավը, սիրելիներ, Եսավի մասին շատ եք լսել։ Եսավը եւ Հակոբը եղբայրներ են։ Եսավը առաջինը ծնվեց, մի քանի վայրկյան հետո Հակոբը դուրս եկավ գարշապարից կրունկից բռնած։ Եսավը մազոտ էր, Հակոբը առանց մազի էր։ Եվ ինչ ենք տեսնում։ Միջև նրանց ծնվելը Ռեբեկային ասվել էր, որ քո որովայնում երկու ասկ կա եւ մեծը պիտի ծառայի փոքրին։ Եվ ինչ ենք մենք տեսնում, ոչ թե Աստված սահմանել էր, որ Եսավը սխալ գնա, ոչ, մենք տեսնում ենք, երբ որ եկավ ընտրության պահը, ժառանգությունը ընդունելու պահը, Հակոբը առաջ ընկավ։ Հակոբը խաբեությամբ գողացավ Եսավի օրհնությունը։ Հիմա նայեք, մենք չենք տեսնում, որ Աստված Հակոբին արդարացրեց, բայց տարիներ, հարյուրամյակներ հետո մարգարեներից մեկը Մաղաքիա մարգարեն գրում է. Ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի։ Հիմա մենք մեր վրա վերցնենք։ Հանկարծ Աստված տա իմ անունը եւ ասի. Ես ես ինչին սիրում եմ, բայց բաճկին ատում եմ։ Պարզ Աստված ասա, ես սիրեցի Հակոբին, բայց ատեցի Եսավին։ Որն է պատճառը։ Եսավը մի ամբողջ կյանք ապրեց եւ այդպես էլ չգիտակցեց ինչ է նշանակում լինել առաջնեկ եւ ժառանգորդ։ Գիտեք որտեղից գիտեմ, որովհետեւ երբ որ եկավ պահը, ինքը մի աման կերակուրով ասավ, ինչի սա պետք ժառանգությունը եւ որ ոտի վրա մարում է, բայց քո չէ մեռնում ժողովուրդ ջան։ Ուղղակի սոված էր, ֆիզիկապես էներգիա կորցրել է։ Ինչ սա քննություն էր Եսավի համար։ Եվ ցավոք սրտի Եսավը պատրաստ չէր այդ քննությանը, որովհետև մի ամբողջ կյանք պետքա ճիշտ ապրել, որպեսզի այդ պահին պատրաստ լինել սիրելիներ։ Ոչ թե այդ պահն էր, որ որոշեց որով է Եսավը, այլ կյանքի ընթացքում արդեն երևում էր, թե ով է Եսավը։ Եվ կյանքի ընթացքում արդեն երևում էր, թե ով է Հակոբը։ Այո, Հակոբը հնձեց իր խաբեության հետևանքները։ Լաբանը իրան 10 անգամ խաբեց, ինքը մի անգամ խաբեց, Լաբանը 10 անգամ խաբեց։ Հակոբը հնձեց, բայց Հակոբի մեջ ինչն էր հավանում Աստված։ Այդ ժառանգության անդրանիկության ձգտումը, Տիրոջ հետ ծառայելու, անդրանիկ լինել նշանակում է Տիրոջ ծառա լինել, Տիրոջ առաջ պատվական լինել։ Հակոբի այդ նախանձավորությունը Աստված հավանեց, դրա համար դարեր հետո Մաղաքիա մարգարեն գրում է. Ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի, որովհետև մեկը ընտրեց իր համար Աստծուն որպես ժառանգություն եւ անընդհատ օրհնությունն է փնտրում Աստծո եւ հետո հասկացավ, որ իսկական օրհնությունը ինքը անձամբ Տերն է, ոչ թե ունեցվածքը, որ իր հայր Իսահակը իրան ժառանգեցրել է։ Հակոբը այդ պանդխտության ժամանակ հասկացավ, որ Աստված այն Աստվածը անապատի մեջ էլ կարա օրհնի։ Անհնարին տեղերում էլ կարա հնարավորություն բացի։ Աստված է հնարավորություններ տվողը, բայց իմ ու քո ճիշտ ընտրությունը եւ այդ ընտրության ընթացքը ճիշտ ապրելը որոշում է մեր օրհնյալ ապագան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Եսավն էլ լիքը կարար բաներ ունենա, արդարացումներ ունենա, բայց Աստված մեր արդարացումները չի ընդունում, եթե մենք իր առաջ ուղիղ չենք կանգնում։ Եվ այս բոլոր կերպարներին միավորում է մի գաղափար։ Պահը ոչ թե ժամանակի միավոր է, ուշադիր լսեք։ Պահը վայրկյանը ոչ թե ժամանակի միավոր է, այլ հոգու վիճակ։ Եթե ես 3 ճիշտ ընտրություն եմ արել, ես այսօր լինելու եմ օրհնության մեջ։ Եթե ես 3 հնազանդվել եմ Տիրոջը, ես այսօր լինելու եմ փառքի մեջ։ Բայց եթե ես 3 Սոդոմ Գոմորի մոտ եմ բացել իմ վրանը, եթե ես Եսավի նման
սխալ ընտրություններ եմ արել, եթե ես այս աշխարհի հետ փոխել եմ իմ հոգևոր արժեքները, հոգու վիճակը իմ լավը չի լինի երբեք։ Ինչքան ենք մենք աշխարհի արժեքների հետ փոխում սիրելներ մեր հոգու վիճակը։ Ուրեմն պահը ոչ թե ժամանակի միավոր է, այլ հոգու վիճակ։ Երբ մարդը կայացնում է իր ներքին ամենաազնիվ կամ ամենաստոր որոշումը։ Ինչպիսին իմ ու քո հոգու վիճակն է, այդպիսին էլ մեր որոշումը եւ մեր կայացրած բանը պիտի լինի, գործը, որոշումը պիտի լինի։ Բայց եթե մեր հոգու վիճակը լավը չի, որովհետեւ մենք անընդհատ Սոդոմ Գոմորի մոտ ենք կամ Եսավի նման անտարբերության եւ անհոգության մեջ ենք, այս աշխարհի արժեքների հետ փոխում ենք մեր արժեքները, չհասկանալով սիրելներ, ղորտի կնոջ նման հետ ենք նայում փոշմանելով, ինչ որ աշխարհային կորուստների համար վտանգավոր է։ Մենք չենք իմանա որ պահի առաջ կկանգնենք եւ այլևս մեզ հնարավորություն չի ընձեռնվի սիրելներ։ Եվ հաջորդ բանը, ընտրության մի հնարավոր տեսակ էլ կա, որին դու քեզ ժամանակ է տրվում։ Ուրեմն հնարավոր տեսակ կար, որ պահն է որոշում եւ մենք հոգու ժամանակա ընթացքի մեջ ճիշտ որոշումներով պիտի այդ պահին ճիշտ քննությունը տային, բայց մենք տեսանք, որ այս մարդիկ չտվեցին, շատ քիչ մարդիկ տվեցին այդ քննությունը, բայց կա ուղղություն, կա տեսակ, կա ժամանակահատված եւ որ Աստված մեզ ժամանակ է տալի ճիշտ եւ իմաստուն որոշում կայացնելու համար։ Եվ այս օրինակի համար ես վերցրել եմ 10 կույսերի։ 10 կույսերը, 10-ն էլ կույս էին, 10-ն էլ փեսային դիմավորելու պիտի գնային, 10-ն էլ գիտեին, որ յուղը ճրակների մեջ մի ժամից ավել չի վառում, այդ յուղը հերիք հա մի ժամվա համար եւ 10-ից 5-ը հաշվարկ արեցին, որ զապած յուղ ունենան, այն 5-ը հաշվարկ չարեցին։ Սուրբ Գիրքը ասում է, որովհետեւ 5-ը հիմար էին։ Հիմա ես հիմա ուսումնասիրում եմ այս օրերին հիմար բառի մեջ թե ինչ խորություն կա, հիմար տեսակի մեջ թե ինչքան խորություն կա, ես մի քանիս ընդհանրապես կկարդամ։ Թե Սուրբ Գիրքը ում է ասում հիմար, շատախոս մարդը հիմար է։ Հիմա նայեք, սա շատ բառեր միայն օգտագործելը չի, սա անիմաստ բառեր օգտագործելն է, առանց շինության խոսքեր օգտագործելն է։ Սուրբ Գիրքը կռվարար եւ կռիվ բորբոքող մարդուն հիմար անվանում։ Հիմա տեսեք, հիմարը 5 կույսերը հիմար էին։ Սրանք ոչ թե որ չվերցրին, որ չհասկացան, սրանք չէին էլ կարող վերցնել, որովհետեւ հիմար էին։ Սրանք ժամանակին իրանց հիմարության հարցը չլուծեցին, դրա համար չվերցրեցին սիրելներ, հասկանում եք։ Այս հոգևոր արժեքը ինձ համար իրանից ինչ է ներկայացնում, սա է կարևորը, իմ ու քո որոշումը եւ իմ ու քո ընտրությունը որոշում է մեր ապագան։ 5-ը հիմար են, ուրեմն շատախոսը, կռվարարը, շտապող մարդը, որը ոչ մեկին հերթ չի տալի, ուզում անպայման իր ասածը տեղ հասնի։ Իրան կարևոր չի ոչ մեկի կարծիքը, սրանք բոլորը հիմար մարդկանց դրսևորումներ են։ Իր միտքը ավելի կարևորող մարդը, բարկացկոտ մարդը Աստվածաշնչով հիմար է։ Սա ինձ մոտավորապես մի 25 տարի առաջ է երևի Տերը ցույց տվել ժողովող 7-8 հիշում եմ։ Բարկությունը հիմարների ծոցում է հանգստանում։ Կին լինի թե տղամարդ, հովիվ լինի թե եկեղեցու անդամ, կապ չունի։ Բարկացող մարդը Աստծո տեսանկյունից հիմար է։ Հիմա դու քեզ քննի քո հիմարության աշճանը ինչքան է։ Եվ հարցը գիտեք ինչու՞մն է, այս երևույթները մեզ չեն թողում, որ մենք յուղ հավաքենք։ Եթե մենք ժամանակին չենք կռվում այս երևույթների դեմ, մենք զապաս յուղ չենք ունենում։ Սա նշանակում է, որ մենք կանգնում ենք 5 հիմար կույսերի շրջանավարտների մեջ։ Մեր վերջի զանգը շատ լավ, շատ վատ է հնչում։ Աղոտ է հնչում։ Ուրիշներին բարձր զրնգում է, մերը չի զրնգոտ չկա, դպդպում է, չկա զանգ, որովհետև կա հիմարություն։ Էլի կա բայց, ծույլին Աստված հիմար է համարում, ծույլին համեմատում է հիմարի հետ, խրատը մերժողը հիմար է, միտք չառնող Աստծո խոսքը, չուսումնասիրող,
հասկացողության համար չմոտեցող մարդը ըստ Աստվածաշնչի հիմարը։ Այսինքն, երբ որ դու լսում ես, եւ դու հետո չես ուսումնասիրում, թե ինչ լսեցիր եւ ինչի համար լսեցիր, դու ընկնում ես հիմարի կարգավիճակի մեջ։ Պատկերացնում եք ինչքան ուրլադերելի կետեր կա։ Ես սրանով համարյա ավարտում եմ, հիմարի այս տարբերակը շատ չեմ խորացնելու, բայց երևի մի օր կքննարկենք։ Անորոշությունը եւ տատանումը խոսում են մարած կրակների մասին։ Տեսեք սիրելիներ, Ելիայի մարգարեի ժամանակ կռապաշտ թագավորը ժողովրդի խելքը կերել էր եւ սրանք ընկել են կռապաշտության մեջ։ Ելիան եկավ իրանց ասավ. ժողովուրդ, եթե Եհովան Աստված իրան երկրպագեցեք, եթե Բահաղն Աստված իրան երկրպագեցեք, Ելիան երկու տարբերակ տվեց, ասում ժողովրդից ոչ մեկը ձեն չհանեց։ Չգիտեին Եհովան Աստված թե Բահաղը։ Չգիտեին Սուրբի դուր գնալն ա ճիշտ թե ավետարանական եկեղեցի գնալը։ Չգիտեին մոմ վառելն ա ճիշտ, խաչահանվելն ա ճիշտ թե առանց խաչահանվելու ապրելը Աստծո խոսքի համապատասխան։ Այս մարդիկ չգիտեին, մոլորված էին։ Երկու ոտքի վրա կաղալը տատանվելու նման է, իսկ անորոշությունը եւ տատանումը խոսում են մարած կրակների մասին եւ սա վատ որոշումների, վատ ընտրությունների հետևանք է, որը մեզ կանգնեցնում է վատ փաստերի առաջ սիրելիներ։ Եվ Եղիան ասավ միջև երբ պիտի կաղաք երկու ոտքի վրա։ Անորոշությունը եւ տատանումը երկու ոտքի վրա կաղացնում է։ Գնամ եկեղեցի թե չգնամ։ Սուրբ գիրք ուսումնասիրեմ թե չուսումնասիրեմ, բայց գործերը շատ է չեմ հասցնում։ Այսպիսի մտքերը դժոխքից լիքը գալիս են տոննաներով հավատացյալների վրա, եւ բոլոր այն մարդիկ, որոնք ազդվում են այս մտքերից, նրանք ընկնում են հիմար կույսերի շարքը։ Երկու ոտքի վրա կաղալը վտանգավոր է։ Դրա համար Հեսուն, եւ որ արդեն Քանան էին մտել, Հեսուի առաջնորդությամբ մտան Քանան, բոլոր այդ սերունդը մտան Քանան, գրավեցին, ամեն ինչ լավ էր, սիրելիներ։ Քանանը գրաված էր, մեղրը կաթը հոսում էր, ժողովուրդը բնակվում էին ընտիր սարքած քաղաքների մեջ, անապատից հետո պատկերացրեք։ Եվ Հեսուն կանգնեց ասավ. այսօր ընտրեցեք, թե ում եք պաշտելու։ Քանանում եւ բանում Եգիպտոսում եղող աստվածներին, թե Տիրոջը, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք ընտրելու։ Հեսուն նորից այս մարդկանց կանգնացեց, ասավ մի հատ լուրջ դուք քննեք, որովհետեւ եթե ասեք ես Տիրոջն եմ պաշտելու, բայց ձեր կյանքը առօրյան ցույց չտվեց այդ պաշտամունքը, Աստված դա մեծ մեղք է համարելու եւ վայ ձեզ։ Հասկանում եք, այստեղ լեզուն ընդհանրապես կապ չունի։ Դու մի հավատացյալ չես գտնի, որ ասի չէ ես Տիրոջը չեմ պաշտելու։ Բայց լիքը հավատացյալներ կան, որոնք որ Տիրոջ օրը զանց են անում եւ հանգիստ ապրում են։ Ես շատ եմ ճանաչում։ Եվ ցավոք սրտի, այդ մարդիկ ընկնում են պոչը, ընկնում են լուրջ խնդիրների մեջ, ունենում են լուրջ խնդիրներ, հետո աղաղակում են եւ Աստված այլևս չի լսում։ Ուրեմն մեր ընտրությունը որոշում է մեր ապագան եւ ամենավերջի կետը սիրելիներ, սա էլ է շատ վտանգավոր բան։ Սրտի կարծրացում։ Չգիտեմ դուք երբևիցե լսել եք թե չէ, Սուրբ Գիրքը դրա մասին խոսում է, սրտի կարծրացում, որը անմիջապես տեղի չի ունենում, սա կամաց է տեղի ունենում։ Մի գիտնական փորձ անում գորտերի վրա։ Գազի վրա ջուր է դնում, ամանով, կոլբայով ջուր է դնում, մի կոլբայի տակը շատ թույլ, գազը շատ թույլ է, միացնում այն մյուս կոլբայի տակին այնքան ուժեղ է միացնում ջուրը, որ ջուրը սկսում է եռալ, եւ գորտին գցում է այդ եռացած կոլբայի մեջ, գորտը անմիջապես դուրս է թռչում, գորտի մի մատը կպչում է, թե չէ անմիջապես կոլբայից դուրս է թռչում, չի սատվում։ Այն երկրորդ գորտին գցում է այս սառը ջրի մեջ, որի տակ մարմանդ կրակը վառում է։ Տեսեք, սա ապացուցված բան է, սա ֆիզիկական, կարելի ասել օրենքի մեջ է մտնում սիրելիներ։ Մարմանդ կրակը, երբ որ ջուրը կամաց հասնում է արդեն գոլության աշճանի, գոլ ջրի մեջ, մարդ արարածը ֆիզիկական մարմինը շշմում է, ու էլ չի հասկանում իր հետ ինչ է կատարվում։ Եվ ջուրը գնալով տաքանում, մեկ էլ այս գորտը արդեն էփում է, ու վեճի չի, սատկում է, հասկանում եք, գոլից միջև երման աշճանի ժամանակ գորտը սատկում է,
Եվ ինչ ենք մենք սովորում, սրտի կարծրացումը այս ձև է տեղի ունենում։ Եթե Սատանան գիտեք ինչքան խորաման կա ժամանակ, ես հիշում եմ իմ կյանքում, որ նա բացահայտ մտքերի ճնշում էր գալի, ես գիտեի, որ դա ինքն է, բայց եկավ մի ժամանակ սողոսկալով օծի նման է մոտենում։ Ու դու չես հասկանում այս մտքերը որտեղից է, այս ճնշող մտքերը, դատապարտության մտքեր է, քեզ թվում է հանդիմանություն է, բայց չէ, հոգով արդեն մարդը հայտնաբերում է, որ սա սողոսկացող օծն է։ Եվ այդպես սրտի կարծրացումն է, սիրելիներ, դա կարա կամաց տեղի ունենա, եւ ոնց է դա տեղի ունենում։ Երբ մենք անընդհատ հետաձգում ենք Աստծո ձայնին արձագանքելը, մեր սիրտը աստիճանաբար դառնում է անզգայուն կապ։ Երբ որ անընդհատ ես հետաձգում եմ Աստծո ձայնին արձագանքելը, իմ սիրտը աստիճանաբար դառնում է անզգայուն։ Սա հոգևոր ամենամեծ վտանգն է։ Հաջորդ անգամ Աստծո կանչը լսելը ավելի դժվար է լինելու։ Եբրայեցիս 3:7 մեջ ասում է. այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը, մի խստացրեք։ Դուք մտածում եք, որ այն հրյա ժողովուրդը եկավ մի պահ ու իրանք խստացին իրանք սիրտը։ Ոչ, դա այդ պահին չի տեղի ունենում, դա այս պրոցեսն է, սիրելիներ, դա հոգու վիճակ է։ Այս մարդիկ, տեսեք, Եգիպտոսից դուրս եկան, Քանանում ջուր չկար։ Այս ինչ ձևի Աստված մեզ ջուր չես տալիս, սկսեցին տրտնջալ, Աստված ջուր տվեց։ Սրանք տեսան, որ Աստված ջուր տվեց։ Մի քիչ հետո միս էին ուզում։ Մենք միս ենք ուզում, բայ Եգիպտոսում սոխոսխտոր ենք ուտում, բայց միս կերավ չեն սաղ կյանքները։ Աստված միսը տվեց, մի քանի ժամ հետո քթներից հանեց։ Որ հասկանան, որ չի կարելի տրտնջալ Աստծո դեմ, անհավատությունը մեծ մեղք է։ Եվ այսպես մի քանի տարվա մեջ այս մարդիկ կորցրին իրանց սրտի զգայունությունը եւ հայտնվեցին այս սրտի կարծրության մեջ եւ մի օր ապստամբեցին Աստծո դեմ։ Ու Աստված ասավ. այս սերունդը երդվում է, այս սերունդը չի մտնի Քանանի երկիր։ Դա միանգամից դա այդ պահին չի տեղ ունեցել։ Դա հոգևոր վիճակ է, որ իրանք ընտրել էին, սիրելիներ, քո ընտրությունը որոշում է քո ապագան։ Եվ մի վերջին նախադասություն էլ երեք մի ամիս առաջ ես սա Facebook-ում էի դրել, ավետարանչական նպատակով սա կարդամ ու աղոթենք։ Վաղը այն օրն է, երբ բոլոր ծույլերն ու մեղավորները պատրաստվում են դառնալ սուրբ, բայց այդ օրը երբեք չի գալու։ Բոլոր ծույլերն ու մեղավորները, ես նաև կավելացնեի բոլոր անտարբերները եւ անհոգները, բոլոր նրանք, որ Աստծո վրայից կենտրոնացումները կորցրել են, որ Աստված երկրորդ, երրորդ տեղ անգել, բայց ոչ առաջին։ Ուրեմն քո ընտրությունը քո ապագան որոշում է, քո ընտանիքի ապագան է որոշում։ Հա բանտապետին ասավ, եթե հավատաս դու էլ կփրկվես, քո տունն էլ կփրկվի։ Կանգնենք աղոթքի, սիրելիներ։